Բարի գալուստ մեր podcast։ Այսօր մեր հյուրն է Ջեյն Գուդոլը, ում աշխատանքը փոխեց մեր պատկերացումները ոչ միայն շիմպանզեների, այլև մարդու և բնության մասին։ Շնորհակալ եմ, որ մեզ միացաք, Ջեյն։ Ջեյն, պատմեք խնդրեմ, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը դեպի Աֆրիկայի անտառները, երբ շատերն անգամ չէին հավատում, որ երիտասարդ աղջիկը կարող է դառնալ գիտնական։ Երբ փոքր էի, երազում էի ապրել կենդանիների մեջ։ Ոչ ոք չէր հավատում, բայց ես որոշեցի անել առաջին քայլը, առանց վախենալու։ Գնացի Տանզանիա, որտեղ սկսվեց իմ երկար ճանապարհը, հասկանալու, որ յուրաքանչյուր կենդանի ունի միտք, զգացում և յուրահատուկ պատմություն։ Դուք հայտնի եք ոչ միայն որպես գիտնական, այլև բնության պաշտպան։ Ինչն էր ձեզ դրդել անցնել գիտությունից դեպի բնապահպանական պայքար։ Երբ տեսա, թե ինչպես է անտառը կրճատվում, իսկ կենդանիները անհետանում, հասկացա միայն ուսումնասիրելը բավարար չէ, պետք է գործել։ Այդ պատճառով ստեղծեցի Roots and Shoots ծրագիրը երիտասարդների համար, որպեսզի նրանք էլ լինեն փոփոխության մասը։ Ջեյն, դուք շատ եք խոսում հույսի ուժի մասին։ Ինչ է հույսը ձեր համար։ Հույսը դա գործողություն է։ Երբ մարդը հավատում է, որ կարող է փոխել ինչ-որ բան և սկսում է անել, նույնիսկ փոքր քայլերով, ես տեսել եմ, թե ինչպես մի երեխայի տնկած ծառը դառնում է ամբողջ անտառի սկիզբ։ Դա է հույսը։ Ինչ խորհուրդ կտաք երիտասարդներին, ովքեր այսօր ուզում են օգնել մոլորակին, բայց չգիտեն ինչպես սկսել։ Սկսեք փոքր քայլերից։ Միացեք բնապահպանական ծրագրերի կամ պարզապես պատմեք ուրիշներին, թե ինչու է կարևոր սիրել բնությունը։ Փոփոխությունը սկսվում է մի հոգուց, իսկ հետո տարածվում է ինչպես ալիք ջրի վրա։ Շնորհակալ եմ, Ջեյն։ Ձեր պատմությունը ցույց է տալիս, որ գիտությունը միայն փաստեր չէ, այլ նաև սրտի ուժ։ Դուք ապացուցեցիք, որ երբ մարդը լսում է բնության ձայնը, նա գտնում է իր իսկական կոչումը։ Թող ձեր խոսքերը մեզ հիշեցնեն. յուրաքանչյուր փոքր քայլ կարևոր է։